Բարև սիրելիներս, ինչպես եք, մենք լավ ենք, շնորհակալություն, գնում ենք եղբորս գերեզմաններին, ասի համել ճանապարհը ձեզ ցույց տամ, ինչպես է անցել ձեր օրը։ Աղջիկներս մենք արդեն հասանք, տաքսի վերցեցինք ճանապարհից եւ ուղևորվում ենք դեպի եղբորս մոտ։ Այսօր գնում ենք Մայորի ձոր, գնացինք եղբորս գերեզմաններին, իջանք ու ճանապարհին մամային ասեցի, մամար մի հատ իջնենք Մայորի ձոր, համ մենք երկար ժամանակ չենք եղել, համ էլ ցույց կտամ մեր հիասքանչ ձորը։ Դեք, իմ սիրելի հետևորդներ ջան, ինչպես ձեզ խոստացել էի, այսօր գտնվում ենք Մայորի ձորի մոտակայքում, քիչնենք ներքև, կտեսնենք ժայռը, կտեսնենք մեր գեղեցիկ բնությունը։ Այդ ինձ սիրուն է։ Այս ճանապարհը տեսնենք հնձած է, թե ոչ։ Ոման ասում է, վայ Աստված ջան, ես վախենում եմ։ Այցելելով Ստեփանավան խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ լինել այստեղ։ Զգացեք, նայեք։ Ինչի՞։ Չէ, ասես արի, անվճար է։ Մաման հարցնում է կարող է փողով, ասում եմ ոչ, անվճար է, այստեղ վճարովի չէ։ Մի փոքր հնձած չէ ճանապարհը, դրա համար փորձենք ավելի ուշադիր լինել, որպեսզի խուսափենք այդ հակումներից։ Նայեք այստեղ ձեզ ինչ եմ ցույց տալի։ Գործկամասարինն է,
Այստեղ Աշոտ Թագավորն է եւ իր կինը Գործը 969 թվականի կամիսարն է, կամիսարամինն է, միად նայեք, եթե ճիշտ եմ ասում այս արձանները, եթե սխալվում եմ, կարող եք ասել, այո, արի մի վախում եմ չեմ, իմես տեկանի ես գնամ գամ, գնամ դեժարն ու հետ գամ, մաման վախենում է եկեք միասին անցնենք այս ճանապարհը, բայց ընդհանրապես վախենալու ոչ մի բան չկա, այստեղ մայրիկս մի փոքր վախենում է, Մարմինը ես վախենում եմ, չեմ կարող իջնել, ասում եմ մամջան, դուխով ոչ մի վախենալու բան չկա, նայեք սիրուններս, ինչ լավն է, ինչքան գեղեցիկ է մեր Ստեփանավանի բնությունը, այնքան հետաքրքիր է մեզ մոտ, այնքան լավ պատմություններ ունենք, այստեղ ամեն քարը իր պատմությունն ունի, իր պատմելու երգն ունի, մի փոքր դժվար անցանելի այս պայն ճանապարհը, որովհետև ամբողջովին դեռ մաքրված չէ, բայց չենք հուսահատվում եւ գնում ենք դեպի առաջ, հետո բարձրանալն ավելի լավ է, հատուկ ձեզ համար, ձեզ լավ վայրկյաններ պարգևելու համար, արժեր այստեղ գալ, միասին վայելենք մեր հետաքրքիր զբոսանքը, եթե իհարկե կարելի այդպես ասել, մամայի հիմա ճնշումը հաստատ վարձացել է, արդեն լավն է ճանապարհը, նայեք, ստե միշտ խոտերը հնձված է լինում, ավելի լավ է լինում, բայց հիմա ոնց որ դեռ որ չեն մշակել, երեխեք ջան նայեք, զգացեք մեր հիասքանչ, այստեղ այնքան հանգստություն այս ջրի ձայնը, այս ծտերից էլ վլոցը եւ այն, որ գտնվում ես քո հայրենիքում, որտեղ քարերն է պատմելու բան ունեն, որտեղ գետն էլ ունի իր պատմությունը ու զգում ես, որ դու հայ ես, մեր Հայաստանից լավ տեղ ինձ թվում է, ոչ մի տեղ չկա, աղջիկներս, գիտեմ, որ միշտ չի, որ մենք ցանկանում ենք գնալ երկրից, լինում են հանգամանքներ, որ ստիպված ես, կամ աշխատանքի բերումով, կամ ընտանիքի տեղափոխության, չգիտեմ, բայց ես այսպես եմ մտածում, կարելի է գնալ օտար երկրում աշխատել, բայց հետ վերադառնալ քո հայրենիք, նայեք սիրուններս, տեսեք, որտեղ են գտնվում հիմա, այստեղ կարելի է սուրճ բերել և սուրճ խմել միասին, վայելեք,
այս պարզ եւ մաքուր տեղը կարելի է խոսել անվերջ այստեղ մի ձևի խաղաղություն է այստեղ մի ձևի հանգստություն է գալիս ես այս տարածք ու նայում ես ժայռերին նայում ես քարերին հայաստանում ես Հայաստանի պատմությունը հին պատմությունը ու երբ որ կոտրված ես լինում այստեղ այս վայրերում հասկանում ես որ կոտրվելու հույսը կորցնելու հետ նայելու բարձրացակ իրավունք չունես որովհետև մեր պատմությունը գալիս է շատ խորքերից ու մենք պետք է արարենք ստեղծենք նոր պատմություններ, որ սերունդ է սերունդ պատմելու բան ունենանք, որ մեզանից հետո մեր երեխաները կամ մեր թոռները հիշեն, որ իրենք էլ են հայ, իրենք ունեն հին պատմություն, իրենց պատմությունը, մեր մեծերը ինչպես թողեցին իրենց մեծ անունները ու այդ անունների տակ հիմա որ մենք այսպես հպարտորեն ասում ենք, խոսում ենք, իրենց անունները տալիս ենք եւ այնպես է որ կարծես քարը հողը քարա դառնում ոտքի տակ, տենց ամուր կայնում ես։ Ես ուզում եմ որ տարիներ հետո, դարեր հետո նույնը լինի, հայի ոգին երբեք չմարի եւ հայը միշտ հպարտորեն ասի որ ինքը հայ է, չվախենա ոչ մի բանից։ Երեխեք ջան, կյանքում բոլոր փորձությունները եթե գալիս են, դա գնալու են միաժամանակ մի օր հաստատ ու պետք չի ամեն խնդրի ժամանակ կոտրվել, հիասթափվել, նայեք ինչ գեղեցիկ են թռվռում ծիծիկները, այստեղ ուրիշ է ամեն ինչ։ Այնտեղ մայրիկս է, մայրիկ բարևներ, ինչպես ես։ Մամայից ճնշումը մի փոքր բարձրացրի այստեղ բերելով։ Մամ առաջ անգամ էիր գալիս տեղ։ Իսկ շուտ ես եկե, թե երկար ժամանակ առաջ։ Վերջի անգամ երբ ես եղել այս տարածքում։ Այդ երբ էր։ Բայց այն ժամանակ ավելի մաքուր էր, չէ՞։ Խոտերը մաքուր էր, հավաք էր։ Այստեղ բեմ կար, բեմը հիմա արդեն քանդված վիճակում է։ Գնանք ցույց տամ ձեզ բեմը։ Բայց բանա, կոտրվել է, փայտերը հիմա թվում է կարող է եւ վտանգավոր լինի, դրա համար չեմ փորձի առաջ գնալ։ Դե ինչ աղջիկներս բերեք զրուցելով եւ վայելելով այս գեղեցիկ եւ հիասքանչ վայրը քայլենք դեպի վերև, մյուս անգամ այստեղ գալուց չմոռանանք բերել հետներս սուրճ վայելենք։ Մի զրուցենք, չգիտեմ այստեղ ինտերնետ կլինի թե չի լինի, որ ասեմ մյուս անգամ այստեղից էֆիր անենք, մի հատ նայեք, զգացեք էլի գետի ձայնը։ Ես այլևս չեմ զրուցում, թողնում եմ գետի երգը դուք լսեք։ Ինչ կա մամ ջան։
Դե ինձ սիրուններս հետ ենք արդեն բարձրանում։ Թողնում ենք ժայռը մեր հետևում։ Այսքանով վերջ այսօրվա մեր էքսկուրսիան, հաջորդը կլինենք արդեն մեկ այլ տեսարժան վայրում։ Աղջիկներս արդեն երեկոյա տուն եմ եկել, որոշեցի ձեր հետ միասին պատրաստենք տոլմա, հայկական, ավադական ամենահամով ուտեստներից։ Ֆարշը արդեն սառցախցիկից հանել եմ, հետա եկեմ, վերցել եմ կանանչի, վերցել եմ բրինձը քիչ եմ օգտագործում, տոմատ, այս համեմունքը Վրաստանից եմ հետս բերել, չգիտեմ ինչ համեմունք է, պրիսնի մոմուս, ամեն ինչ կա մեջ, երեխեք շատ լավ համ ունի, շատ լավ հոտ ունի, չորնի պերեց, կարմիր պերեց, աղ, տոմատ, սող, կաղամբ, բադրջան և բիբար, գնացինք պատրաստման։ Աղջիկներս լավ խունցելուց հետո փորձեցի, տոմատը մի փոքր քիչ է, պետք է ֆարշի գույնը լավ կարմիր լինի, դրա համար մի փոքր էլ եմ աբոտացնեմ, ասենց, նա ձերքերս լբանամ, գնացինք արդեն շարելուն, շարենք, սոխարացնանենք, որ արդեն տարայի մեզ սիրուն կդասավորենք։ Աղջիկներս կաղամբը քիչ սուն արավ, նորից եմ խաշեմ, կարակը դունենք ստեղ, արդեն ստեղ սոխարացն եմ անում, երեխեք ջան, արդեն վերջացրի հավաքելը, հիմա ինչ ենք անում, արդեն շարում ենք մեր տոլման,
Մի քանի կտոր այսպես այսպես դնում եմ, այսպես աղջիկներս այսպես դնում ենք, նայեք, այսպես և գնաց արդեն շարել եմ, նայեք սիրուններս, ինձ թվում է շատ համեղ է լինելու, ամեն շարից հետո արդեն սոխառածս պատրաստ է, ասենց լցնում ենք, այսպես, շերտ լցնում ենք, որ համը բոլորին փոխանցվի, այսպես, Ay, սուշտակեր, վերջի շարնա, փոքր չի չէ պղնձը, դե ինձ սիրուններս, հիմա տոլման դնում ենք արդեն եփվելու, պատրաստ լինելու ժամանակ արդեն ցույց կտամ իր խորժելի տեսքը, սիրով պատրաստ եք, ինչը սիրով ես պատրաստում, մի շատ համեղելին եմ, համը ավելի շատ ընդգրկելու համար, ինչ եմ անում հիմա, կարագ եմ ավելացնում, մաքուր, անարատ, տնական կարագ, և վերջում արդեն, վերջում արդեն դնում ենք մի հատ խորապսե, բայց իհարկե ջուրը չենք մոռանում, ջուրը այնքան ենք ավելացնելու, որ ծածկի տոլման, բայց ոչ շատ ջուր լինի մեջը, վերջի շտրիխները, սոխառածի մեջ ավելացրել եմ լավրոյ լիստ, գուլուլ պերեց, չորնի պերեց, կարմիր պերեց և արդեն մայրիկիս պահածո լեչոն, երեխեք ջան, դե ինչ դնենք գազօջախին, եփի, եփալ ժամանակ արդեն կտեսնեք համեղությունը, հրաշքներս նայեք արդեն եփվում է համայրը, նայեք գլգլդոցը, ինձ սիրելիներս մեր համեղությունը արդեն պատրաստ է, նայեք,
մսի գույնը ֆարշը մեջի, այսպես դրեցի, որ ամեն ինչ ավելի լավ երևա, դե մեզ բարի ախորժակ, ինձ ձեզ բարի դիտում, կհանդիպենք մյուս հոլովակում, սիրում եմ ձեզ շատ, լավ օր եմ ցանկանում բոլորիդ։